Ամբողջ աշխարհում գարուն է, ծաղիկներ, թռչուններ, այսպես բանաստեղծական չէ, տողերի նման է բնությունը գարնանը եւ մարդիկ ինչ են սիրում գարնանը անել հատկապես գնալ այգիներ, զբոսայգիներ, զբոսնել։ Այսօր առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին այսպես վիրտուալ ճանապարհորդություն անցկացնել եւ զբոսնել աշխարհի մի քանի քաղաքների հայտնի այգիներով, տեսնել թե այնտեղ ինչպիսի ծաղիկներ կան, ինչպիսի տրամադրություն է։ Այո, խնդրեմ։ Ամբողջ աշխարհում կան այգիներ, որոնք ոչ միայն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ, այլ կրում են պատմական ու մշակութային մեծ արժեք։ Դրանք զբոսաշրջիկների ու բնության սիրահարների համար դարձել են անփոխարինելի ուղղություններ, առաջարկելով հանգստի, զարմանքի ու ոգեշնչման եզակի պահեր։ Ֆրանսիայի ամենահայտնի պատմական այգին Վերսալը ստեղծվել է 17-րդ դարում։ Այստեղ ամեն ինչ նախագծված է կատարյալ համաչափությամբ։ Ծաղկե պարտեզները, գեղեցիկ ջրվեժները, խորհրդանշական արձանները եւ լաբիրինթոսային ծառուղիները յուրօրինակ ճարտարապետական գլուխգործոց են։ Այգին ամեն տարի հյուրընկալում է միլիոնավոր զբոսաշրջիկների, որոնք գալիս են զգալու թագավորական ֆրանսիական շքեղությունը։ Նյու Յորքի սրտում գտնվող Սենտրալ պարկը աշխարհի ամենահայտնի զբոսայգիներից մեկն է։ Այն ստեղծվել է 19-րդ դարում եւ այսօր էլ մնում է քաղաքի թոքերը։ Ապահովելով բնակիչներին ու զբոսաշրջիկներին մի կտոր բնություն քաղաքային հսկայական շինությունների մեջ։ Այստեղ մարդիկ գալիս են վազելու, հեծանի վարելու, նավակներով զբոսնելու կամ պարզապես վայելելու բնության հանգստացնող գեղեցկությունը։ Եթե երբևէ երազել եք հայտնվել հեքիաթային ծաղկային ծովում, ապա Կեունկենհոֆը կատարյալ տեղն է ձեզ համար։ Այն հայտնի է որպես Եվրոպայի ծաղկանոց, եւ գարնան ամիսներին ծածկվում է միլիոնավոր կակաչներով, նարգիզներով ու հիասքանչ այլ ծաղիկներով։ Յուրաքանչյուր տարի այգին նոր դիզայն է ստանում, ինչն այն դարձնում է անընդհատ փոփոխվող արվեստի գործ։ Ճապոնիայի այգիները հայտնի են իրենց յուրահատուկ կառուցվածքով, որտեղ յուրաքանչյուր քար, ջրավազան կամ կամուրջ ունի իր նշանակությունը։ Ռիկյուգին Տոկիոյի ամենագեղեցիկ այգիներից մեկն է, որը ստեղծվել է 17-րդ դարում։ Այստեղ զբոսնելը նման է բնական գեղանկարչության միջով անցնելուն։ Գարնանը ծառերն ու ծաղիկները ծածկվում են նուրբ վարդագույնով, իսկ աշնանը տերևների կարմիրի ու դեղինի համադրությունը հրաշալի տեսարան է ստեղծում։ Հարավային Աֆրիկայի այգին բացառիկ է նրանով, որ ամբողջությամբ նվիրված է տեղի բուսականությանը։ Այստեղ կարելի է գտնել հազվագյուտ բույսեր, որոնք չեն հանդիպում աշխարհի որևէ այլ վայրում։ Այգին գտնվում է Թելբ Մաունթենի լանջերին, առաջարկելով շքեղ տեսարաններ ու ներդաշնակ կապ բնության հետ։ Բարսելոնայի սրտում գտնվող Գուելի այգին ճարտարապետական գլուխգործոց է, որտեղ բնությունն ու արվեստը հմտորեն միաձուլված են։ Այս յուրօրինակ այգին նախագծել է հանրահայտ կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Այգու բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Բարսելոնա։ Գաուդին ջանք չէր խնայել ստեղծելու մի վայր, որտեղ մարդը կարող է զգալ բնության ու քաղաքային կյանքի ներդաշնակությունը։ Հանրահայտ այս այգին բացվեց 2018 թվականին, Երևանի հիմնադրման 208-ամյակի կապակցությամբ։ Այգին առանձնանում է հայկական մշակութային բնորոշ ձևավորմամբ։ Այստեղ կարելի է տեսնել յուրօրինակ խճանկարային շատրվաններ, որոնց զարդանախշերը ներշնչված են հայկական միջնադարյան արվեստից։
Այգու տարածքում տեղադրված են նաև յուրահատուկ քանդակներ եւ նստարաններ, որոնք արտացոլում են քաղաքի հարուստ պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Սոնյա Շագաևա, Բարև երկիր։